կարծում եմ, որ ես լավ նախապատրաստվել եմ եւ ձեր մասին շատ բաներ գիտեմ։ Դե շատ բաներ չեմ պատմում, ես ձեզ եմ պատմում։ Այո։ Մեր այսօրվա հյուրն է Արամ Փախչյանյանը, AIB հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ համահիմնադիրը։ Երբ նախապատրաստվում եմ ցանկացած հարցազրույցի, շատ ոգևորվում եմ, որ նկատում եմ, որ ապագա պոտենցիալ հյուրի հետ ունեմ ինչ-որ մի քանի ընդհանուր հոգեհարազատ թեմաներ։ Ձեր պարագայում պարզվեց, որ դրանք 3-ն են. Queen, Այգեստան, AIB։ Ուզում եմ սկսենք Queen-ից։ Սկսենք։ Որպես Queen-ի մեծ երկրպագու, այդ խմբի որ հատկանիշները դուք կցանկանայիք որպես ղեկավար եւ անհատ, կյանք բերել։ Շատ բարդ հարց եք տալիս։ Դե երաժշտության նկատմամբ վերաբերմունքը սովորաբար էմոցիոնալ է, հուզական է, ավելի քան ռացիոնալ։ Հիմա դուք ինձնից ուզում եք, որ ես ռացիոնալիզացնեմ իմ Queen-ի երկրպագելը, բայց ասեմ, որ դա մանկուց է գալիս։ Ես առաջին անգամ լսեցի Queen խմբին, երբ որ դեռ 9-րդ թե 8-րդ դասարանում էի եւ իրենց առաջին ալբոմներն էին նոր դուրս եկել, եւ այն ժամանակ էլ դրանք ինձ զարմանալի թվացին։ Դրա մեջ որ հեքիաթային այսպեսի ոգևորիչ, բայց նաեւ շատ խորհրդանշական ինչ-որ բան կար։ Այո։ Դե իրենց ամբողջ երկեցողությունները, իրենց ամբողջ ստեղծարարությունը իրենց բնույթով բավականին թատերական են։ Իրենք ոչ միայն երգում են, իրենք նաև պատմում են ինչ-որ բաներ կյանքից, պատմում են ինչ-որ կարևոր մտքեր, որ իրենք ուզում են, որ մենք իմանանք։ Եվ այստեղ կարևոր է նաև, որ Queen-ի ի տարբերություն շատ ռոք խմբերի, Queen-ի ժողովուրդը բոլորն էլ եւ երգանները եւ երաժիշտները լավ կրթված մարդիկ են եղել։ Եվ դա ազդել է իրենց երաժշտական մտածողության վրա եւ այն լրջության վրա, որով նրանք վերաբերվել են իրենց աշխատանքին։ Եվ այդ լրջությունը, այդ նվիրվածությունը շատ է երևում։ Իրենք դարել են ոչ թե էպատաժի համար, ոչ թե որպեսզի ուղակի ստեղծեն հարուստ լինեն եւ ստեղծեն իրենց հետևողների կամ այդ երկրպագուների մեծ խումբ։ Իրենք դարել են, որովհետեւ դրա կարիքն են զգացել, իրենք ուզեցել են ինչ-որ բան պատմեն մարդկանց։ Եվ դա է պատճառը, դեպ որ Մերկուրին իրենք սկզբից այնպես չի, որ շատ հեշտ են ընդունել։ Բավականին կասկածամիտ են եղել, որովհետև իրենց թվացել է, որ շատ անլուրջ անձնավորություն է։ Բայց հետո նաև նա իր այդ առաջին հերթին նվիրվածությամբ եւ ոգևորությամբ իրենց վարակել է, սակայն հենց այն պայն, երբ որ նա սկսեց իսկապես անլուրջ լինել, իրենց հարաբերությունները բավականին խզվեցին։ Իսկ հետո նորից լրջացավ եւ իրեն հավաքեց, նորից վերականգնվեցին։ Ասկով դա մի խումբ է, որը ունի որոշակի բարձր բարոյականություն, իր մեջ պարփակված, որոշակի արժեքները խորը ներկայացված իրենց երգերի մեջ, իրենք երբեք չեն փառաբանել վատ բաներ, չեն խոսացել, չեն տարածել վատ սովորույթներ, չեն ասենք բանարել, օգտագործել իրենք էլ իրենց կյանքում ինչ որ թմրադեղեր եւ այլն, բացի Մերկուրիի որոշ շրջանի, երբ որ ինքն իրեն կորցրել էր, բայց հետո վեր գտավ։ Եվ դա կարծում որ կարևոր է։ Ինձ համար կարևոր են մարդիկ երաժշտության մեջ, որոնք արժեք ունեն։ Եվ այդ առումով իմ փաստացի եթե նայեք թե ինչ եմ հիմա լսում, հիմնականում այն երաժիշտները, որոնք իրապես իրենց երգերում ինչ-որ բան ունեն փոխանցելու ավելին քան ուղղակի զվարճացնեն մարդկանց։ Այդ ֆիլմը դիտել եք իրենց մասին։ Դե բացի ֆիլմը դիտելուց ես մի քիչ որոշ պահերով մի քիչ հաստատվում էի, որոշ պահերով դուրս գալիս էր, բայց ես մինչև այդ բավականին արդեն գիտեի իրենց պատմությունը։ Ես իրականում եղել եմ իրենց համերգին, բայց այդ պահին արդեն Մերկուրին չկար, բայց մնացած բոլոր երաժիշտները կային։ Դա որ թվականին էր։ Վախենամ խաբել 2000-ականներին, որ թիվներ արդեն չեմ Մոսկվայում, այո։ Եվ ձեր այդ էմոցիոնալ վիճակը ինչպիսին էր։
Հուզական։ Ես փորձեմ լինել այն բոլոր խմբերի համերգներին, որոնք ինձ համար շատ կարևոր են եղել, եւ արդյունքում կարող եմ ասել, որ Pink Floyd-ի համերգին եղել եմ, Deep Purple-ի համերգին եղել եմ, Paul McCartney-ի համերգին եղել եմ, Dire Straits-ի համերգին եղել եմ, ոսկով են ամենախմբերի, որոնք դեռ կային, երբ որ ես արդեն ի վիճակի էի գնալ եւ իրենց ունկնդրել, ես գնացել եմ, ու դա ինձ շատ մեծ ոգևորություն է տվել, որովհետև դու տեսնում ես քո առջև մարդկանց, ում երկրպագել ես ամբողջ երիտասարդությունդ։ Ես ինչու հարցրեցի ֆիլմը դիտել եք, թե ոչ։ Ֆիլմում ինձ ինչ դուր եկավ։ Ինձ մոտ տպավորություն էր, որ ես իրենց համերգին եմ ներկա, դե կինոթատրոնում եմ դիտել, եւ ես պատկերացնում եմ, բա եթե հիմա այստեղ ինձ մոտ էսպիսի զգացողությունները, բա եթե ես ժվոյ այդ համերգին ներկա գտնվեի, ինչ կլիներ։ Ես կարծում եմ կլիներ նույնը, ինչ եղել է Յանգիլանի համերգին, երբ ես երևի երկրորդ կուրսի ուսանող էի, ես չեմ եղել նրանց երկրպագում, երբեք ես քվինիստ եմ եղել, բայց այս մարդը սկսեց երգել, եւ ես հասկացա ինչ է նշանակում էքստազ։ Այն էքստազը, որ ես մանուկ տարիքում դիտում էի Beatles-ի համերգները, այն ղժում, գոռում, այսպես ես ասում եմ, ես ինչ հակատ, ինչու են այդպես անում։ Ու ես այդ հոգեվիճակի մեջ եմ եղել։ Դե եթե այստեղ էր այդպես, Queen-ի համերգին, ես պատկերացնում եմ ինչ տեղի կունենար։ Արամ ջան, իսկ դպրոցում պատկերացնենք, հա, որ մի միջոցառում է եւ այդ երաժշտական բեմադրական մասը ձեզ են հանձնել արել։ Ինչ երգ կդնեիք։ Ինչ երգ կդնեի։ Ահա։ Շատ բարդ հարց եք տալիս։ Ես ընդհանրապես եթե ինձ թողնեին երաժշտություն ընտրել, ես կընտրեի այն ինչ դուր է գալիս այդ պահին այնտեղ նստած մարդկանց, ոչ թե կելնեի իմ սեփական նախընտրություններից։ Ես միշտ համարում եմ իմ ցանկությունները երկրորդական եւ այլոց ցանկությունները ավելի կարեւոր։ Ես ուղղակի հարցնեի մարդկանց ինչ իրենք կնախընտրեն կամ զգալով տրամադրությունը ինչ որ բան կդնեին։ Բայց ենթադրում եք օրինակ այդ դպրոցի աշակերտները որ երգը կնախընտրեին եւ արդյոք կնախընտրեին քույն։ Վախենամ մտածել ինչ կնախընտրեին, շնորհիվ նրա որ այդ դպրոցում կա ռոք խումբ եւ դաս երաժշտության եւ դասերը վարում է Մարդ Վահագը, որը նաեւ պրոգրեսիվ ռոքի երաժիշտ են խմբի անդամ է եւ շատ սիրում է այդ բարդ երաժշտություն եւ շատ լավ գիտի երաժշտությունը բոլոր իր տեսակներով կարծում դպրոցում կգտնվեն բավարար քանակի երեխաներ ով կսիրեն քույն բայց իրենք սիրում են մի քիչ ավելի դեպի իրենց ժամանակի մեջ հայտնված խմբեր սակայն ես չեմ տեսնում որ քիչ թե շատ երաժշտությամբ հետաքրքրող երիտասարդներ շատ տարված լինեն այսօրվա երաժիշտներով, որտեղ այսօր վախենամ, որ երաժշտության մեջ քիչ են մնացել, իսկ իրապես պայծառ օրինակներ համարյա չկան։ Եվ այսօրվա երաժշտությունը ինձ թվում է ընդհանրապես իր որակով շատ զիջում է այն ժամանակներ, երբ մենք երիտասարդ էինք, ու սա ասում եմ ոչ թե նոստալգիկ տպավորությունների ներքո, այլ ուղղակի նայելով օրինակ իմ դստեր երաժշտական նախընտրություններին, այո, ինչ է ռեպ է սիրում։ Չէ, հակառակը համարյա չի լսում ժամանակակից երաժշտություն։ Իր հիմնական կենտրոնացումը էլի այն երաժշտության վրա է, որ ես եմ սիրում։ Ու դա իր ընտրությունն է, ես իրեն ոչ մի բան չեմ պարտադրել։ Նա ժամանակի ընթացքում եկավ դրան։ Հա, կան ինչ որ երաժիշտներ, որոնց ես այնքան էլ լավ չեմ ճանաչում, որոնց մասին նա գիտի եւ սիրում եմ։ Բայց դրանք էլ հիմնականում 80-ականներին կամ 90-ականների սկզբներին կայացած խմբերն են, ոչ թե այսօրվա 2020 թվականի խմբերը, որովհետև սրանք վախենամ շատ են մանրացել։ Դա ինձ շատ ուրախացնում է։ Դե կարծում եմ դուք այնքան լսել եք եւ այնքան խորացել եք, որ մանկուց նրա մեջ սերմանել եք, ինչ որ արդեն հիմք եք դրել։ Դե այսպես ասեմ, իրենք էլ իմ մեջ են սերմանել, որովհետև իմ ընտանիքը ընդհանրապես շատ երաժշտական է։ Ես միակ մարդն եմ, ով մեր ընտանիքում երաժշտությունից հեռու է միշտ եղել, կատարողական արվեստի տեսակետից։ Հա, որովհետև ես սիրում եմ երաժշտություն, շատ եմ սիրում, շատ եմ սիրում, բայց ես երբեք չեմ կարողացել ոչ նվագել որևէ գործիքի վրա, ոչ երգել։ Այս վերջերս մի կես տարի է ինչ սկսեցի նվագել, երգել, սովորում եմ երգեցողություն։
վոկալի դասերի եմ գնում, եւ դա ինձ համար բացահայտում է աշխարհի նոր աշխարհ է, ես մի հիմա ոնց որ վերածնվում եմ, նորից ինձ վերգտնում եմ, որովհետեւ ես գտել եմ իմ ձայնը, ես կարող եմ հիմա երգել, ես կարող եմ բավական լավ երգել պահերով դեռ նոր եմ սովորում, դեռ վարպետ չեմ շատ Ինչ ձայնի տեր եք։ Նա ինձ ուսուցիչին ասում է որ բարիտոն է, բայց չգիտեմ։ Ամեն դեպքում ես փորձում եմ հիմա երգել ու բացի դրանից, քանի որ ծառայում եմ եկեղեցում, նաև խորանում եմ երգում, դա էլ դժվար է, որովհետև պահերով տղաները մի քիչ ցարս են նայում վրաս, երբ որ մի քիչ սխալվում եմ, կամաց սովորում։ Արամ ջան, այդ ձեր շերտերը իհարկե սահման չունեն։ Շատ նոր շերտեր են բացում։ Ես կարծում եմ, որ ես լավ նախապատրաստվել եմ եւ ձեր մասին շատ բաներ գիտեմ, բայց փառք Աստծո, որ դուք այդ բացերը փակում եք շատ բաներ։ Դե շատ բաներ չեմ պատմում, ես ձեզ եմ պատմում, դեղերում չեմ պատմում։ Եվ Queen-ին վերաբերող վերջին հարցը։ Եթե Ֆրեդի Մերկուրիի հետ հնարավորություն լիներ դաս անցկացնել, ինչի մասին կլիներ այդ դասը։ Այս պահին երևի միայն երգեցողության, որովհետև իր նման երգիչ աշխարհում շատ քիչ են։ Կխնդրեիք, որ ձեզ դաստար մաստեր կլաս աներ երգեցողության։ Դա առաջին բանը երևի կխնդրեի։ Բայց երկրորդ բանը, որ ես կուզենայի իրենից իմանալ, թե որտեղից է նա կարողացել այդպիսի երաժշտություն լսել, ինչպես է նա ստեղծագործել, որովհետև իրենց երաժշտությունը շատ տարբերվել է։ Դա մի բան է, որ եթե նայեք այլ խմբերի երաժշտական գծերին, ծագումնաբանության, ապա Led Zeppelin-ի երաժշտությունը շատ բարձր է, գալիս ուղղակի բլյուզից, բլյուզ ռոքից, եւ իրենք իրենց առաջին ալբոմներում անթաքույց ուղղակի կրկնօրինակել են մինչև իրենց եղած հեղինակների երաժշտությունը։ Ու կան շատ քիչ խմբեր, որոնք զրոյից են ստեղծել, օրինակ Pink Floyd-ը օդից է ստեղծել իրենց երաժշտությունը, մինչև իրենց ոչ ոք նման բան չէր արել։ Beatles-ը սկզբից իրենք ոնց որ կրկնում էին, կրկնօրինակում են, բայց հետո կտրուկ սկսեցին իրենց ստեղծել, որը շատ տարբերվում են դրանից ինչ որ կարյան ժամանակ։ Ու Queen-ը իրենք ստեղծեցին մի նոր երաժշտական գիծ, որը չուներ արմատ որևէ այլ խմբի գործունեության մեջ, որևէ այլտեղ, եւ իրենցից որևէ մեկը չէր եկել մի այլ խմբից է բերել իր հետ ինչ որ երաժշտություն։ Իրենք մեկնարկել են եւ միանգամից եկել են ինչ որ երաժշտության, որը շատ տարբերվում է։ Ու ինձ միշտ հետաքրքիր է որտեղից է նման հրաշքը ծնվում, որտեղ կա շարունակականություն, կա շղթա, դու հասկանում ես, դե ժամանակին սև ստրուկները դաշտերում աղոթելուց աշխատելուց աղոթել են եւ դա դարձել է Դա խոփուց բխել է, էլի։ Դա բլյուզները իրական եկել է Մալիից, Աֆրիկայում են իրանք արդեն այդ երգերը երգել դա իրենց եղել են իրենց սովորական առօրյական երգերը, հետո դրանք դարձել են բլյուզ եւ եկել հասել են ժամանակակից բլյուզ, ռոք եւ այլն։ Բայց կան գծեր, որոնք այսպես մի քիչ օդից են։ Ես օրինակ դժվարանում եմ նույնիսկ Queen-ի երաժշտությունը որակել որպես ռոք երաժշտություն, ինքը մատ ուրիշ բան է։ Համամիտ եմ։ Որից արդեն շատ մարդիկ խաղել են պտուղներ եւ ինչ-որ բան սովորել են եւ այդտեղից արդեն ծագել են այլ երաժշտական գծեր։ Եվ այդ առումով ես միշտ կուզենայի իրենից հարցնել, ով է իրեն, որ Աստվածն է։ Ներշնչել։ Որ եզերքը, որ Աստվածը։ Հա, ուղղակի հարցնի, հետաքրքիրն է ինչն է, որ որքան լսել եմ իր հետ հարցազրույցներ, երբևէ ոչ ոք իրեն նման հարցեր չի տվել։ Ինչ ասես հարցրել եմ բացի դրանից, զարմանալի է ինչու։ Հետաքրքիր է իրոք որ։ Ոչ ոք չի ասել, հա։ Երևի հարցրել են, նա ոչինչ չի կարողացել պատասխանել, դա էլ է հնարավոր։ Հետո դուրս է մնացել մոնտաժից, որովհետև հա, որովհետև նա էլ կարող է մարդիկ հաճախ չեն կարողանում բացատրել որտեղից։ Հանճարը որտեղից է եկել իր մեջ։ Մարդիկ շփթում են, ասում են դե ստացվում է ինչ-որ։ Այո, այսպես կամ չկա։ Հա։ Ու դա քեզ մի անգամից բավականին նվաստացած է զգում։ Նվաստացած իմիջիայլուց ասացիք, ես հիշեցի ձեր պատմությունը ձեր ուսուցչուհու մասին, որը ձեզ չէր սիրում եւ նվաստացնում էր նույնիսկ եւ դուք ձեր օրագրում 5 էիք դրել իր անունից։ Այո, արելի է նման բան, հիմարություն։ Հա, բայց այդ հիմարություններին շատ աշակերտներն են գնում հենց դրդված լինելով այդ վերաբերմունքից։
Եվ ինձ հետաքրքիր է, դուք ինչպես եք կարծում, այդ իրավիճակը, այդ երևույթը, հա, կարող է դա է ձեզ դրթել, որ դուք այսօր անում եք այն, ինչ անում եք, որ դուք նախաձեռնեցիք IB գաղափարը, նախաձեռնողներից մեկն էիք ամեն դեպքում։ Գիտեք, երբեք չես կարող ասել, թե ինչն է եղել քո կյանքում, որ քեզ բերել է այն հանգրվանի, որում դու կաս։ Ասեմ, որ երբ մերոնք ընկերներս սկսեցին խոսել նրա մասին, որ հիմնադրամ ստեղծենք եւ այլն, ես չեմ կարող ասել, որ շատ գիտակից էի այդ պահին եւ հստակ հասկանում եմ, որ մենք շատ կարեւոր եւ ճիշտ բան ենք անում։ Որտեւ դրա փորձը չունեի կյանքում։ Չունեի փորձ մի բան ստեղծելու, որ իր բնույթով չի հետապնդում ինչ որ կոնկրետ բիզնես նպատակ, այլ շատ ավելի լայն եւ շատ ավելի միաժամանակ անորոշ եւ կարեւոր նպատակ ունի իր առջեւ։ Եվ այդ առումով ինձ համար մի քիչ անսովոր էր ինչ որ մենք անում ենք սկզբից, իրապես անսովոր էր։ Հետո ես մեկ էլ սկսեցի ինձ զգալ մեղավոր, որովհետեւ ես գալիս եի Հայաստան եւ ինչ որ երեխաներ ինչ շնորհակալություն էին հայտնում, ու ես չէի հասկանում ինչի համար։ Ես ինձ արժանի չէի զգում իրեն շնորհակալանքների, որտեվ ինչ եմ արել, հա ինչ որ գումարներ եմ հանգանակել, հա ինչ որ հիմնադրամ ենք ստեղծել ընկերներով, բայց այնպես չի, որ ես օր ու գիշեր մտածում եմ այդ երեխաների կրթական արդյունքների մասին կամ ինչ որ զգալի քանակի ժամանակ էի նվիրում դրան եւ այլն։ Այնպես Մոսկվայում ապրում էի իմ գործերով, իմ հոգսերով, բիզնես նպատակներով եւ այլն։ Ու երևի այդ կուտակված անհանգստությունը, որ ես անարժան անընդհատ գովասանքի եմ ենթարկվում, որ մարդիկ առանց իմ կողմից իրական մեծ ներդրման ինչ որ անդադ իմ նկատմամբ ինչ որ ակնածանք են տածում, ես իրականում շատ լարվում էի դրանից։ Ու երբ ինձ ընկերս Տերմեսրոպ առաջարկեց, որ ես դառնամ դպրոցի տնօրեն, ինձ համար դա մի կողմից էլի նույն խնդիրն էր։ Ես չէի համարում ինձ արժանի նման դերում հանդես գալու, չէի կարծում ես լավ ղեկավար կլինեմ դպրոցի։ Չնայած իմ մեծ փորձի ղեկավարության եւ այլն, մեծ ընկերությունում եւ այլն։ Բայց մյուս կողմից ինչ որ առումով դա ինձ հնարավորություն էր տալու հաղթահարել այդ ներքին բանը, այդ ինքնակոչի բարդույթը եւ իրապես ստանձնել գործ, որը արդեն կլինի նվիրվածության հանգամանք, որից հետո ես կարող եմ գոնե ինչ-որ մասով ինձ վերագրել այն ընդհանուր IB հաջողությունը, որ արդեն կար այդ պահին հստակ։ Եվ միակ մտավախությունը ունեի, որ հագած չկործանեմ այդ գործը։ Ինչին ես բավականին մոտ էի, որովհետեւ ես պետք է ասեմ, որ ես շատ էի թերագնահատում դպրոցի տնօրենի աշխատանքի բարդությունը։ Ինձ թվում էր ինչ է որ համատած բիզնեսի, ենել միջազգային բարդ տեխնոլոգիական բիզնեսի, ինչ է որ դպրոցը։ Բարև ձեզ, որ ասում են, ես որ աչքերս բացվեց դա ինչ է, ես հետո շատ ստրեսավորված էի ու ինչ որ պահի 18 թվականին տնօրեն դառնալուց 4 տարի հետո ես գնացի սովորելու Լոնդոնում, որպեսզի ավելի լավ տնօրեն լինեմ։ 4 տարի դիմացակ այնուամենայնիվ։ Բայց 4 տարի հետո ուղղակի բացայտ ասացին, որ արամ կներես, բայց արդեն դպրոցը այնպեսին է, որ միայն իրապես լավ որակավորում ունեցող տնօրենը կարող է այս դպրոցը կառավարել։ Դու արդեն կներես, բայց դու արդեն չունես այդ որակավորումը։ Հա, այն ժամանակ, երբ որ ստարտափ էր եւ այլն հանդուրժել կարելի էր, բայց այսօր ոչ կներես, եթե դպրոցը պիտի զարգանա այս կետից առաջ, իրեն պետք է մարդ, ով իրապես կարող է բարդ խնդիրներ լուծել կրթության ոլորտում ու ես գնացի եւ 2 տարում դարձա կրթության կառավարման մագիստրոս։ Ահա։ Պատրաստ եք կրկին վերադառնալ այդ պաշտոնին, տնօրենի։ Պաշտոնի այո, բայց ոչ այբում։ Ոչ այբ դպրոցում, որովհետեւ Ինչու՞։ Ինչ որ ես կարող էի տալ այդ դպրոցին, ես կարծում եմ ես տվել եմ։ Ինձ թվում է հիմա այնտեղ կա շատ ավելի ուժեղ եւ շատ ավելի ունակ ղեկավար թիմ եւ ես ինձ այնտեղ ղեկավարության մեջ չեմ տեսնում։ Ես շատ երջանիկ ուսուցիչ եմ այդ դպրոցում, շատ գոհ եմ դպրոցից որպես գործատու։ Ինչ եք դասավանդում ֆիզիկա։ Ֆիզիկա։ Հավարտ դպրոցում։ Շատ մեծ հաճույքով եմ աշխատում, ողջավորված եմ այն ամենով ինչ որ այնտեղ կատարվում է եւ շատ ուրախ եմ որ դպրոցում այդպիսի ղեկավարներ, այդպիսի
Ընթացք զարգացման եւ չեմ ուզում դրան միջամտել այլոց, դրա կարիքը չկա։ Եթե հանկարծ մի նոր մարտահրավեր լինի, մի նոր դպրոց բացեն կամ ինչ որ այլ նախաձեռնություն լինի, որտեղ իմ կարիքը լինի, ես իհարկե միշտ պատրաստ եմ ծառայել այդ Մարզում արդեն մարզերում բացվում է, հա, Դե մենք ուզում ենք հիմա, այո, մենք արդեն մտածում ենք ներքին որոշում արդեն կայացված է, որ մենք Կապանում պետք է ունենանք այդ դպրոց, դրա մասին մենք արդեն հայտարարել ենք եւ բայց կարծում եմ որ այնտեղ էլ մենք կգտնենք տեղում մարդ, ով կստանձնի այդ աշխատանքը, մենք իրեն կօգնենք։ Ես ավելի շատ հիմա նախընտրում եմ լինել այն մարդու դերում, ով օգնում աջակցում է մնացածներին։ Մենք հիմա օրինակ այս պահին հենց 60 ապագա հնարավոր պետական դպրոցների տնօրենների 7 ամսվա ծրագրով պատրաստում ենք այդ պաշտոնը զբաղեցնելու եւ արդյունավետ աշխատելուն։ Եվ կարծում եմ, որ այդ գործընթացի մեջ իմ դերը ավելի կարևոր կլինի, որովհետև ես շնորհիվ դրա կարողանամ օգնել միանգամից շատ դպրոցներին ունենալ լավ տնօրեններ, մարդկանց, ովքեր ոչ միայն կուզենան լինել տնօրեն դպրոցում, այլ նաև կկարողանան լինել տնօրեն դպրոցում, որովհետև դպրոց կառավարելը կրկնեմ միտքս ինքը շատ դժվար գործ է։ Այո։ Այսօր դուք հոգաբարձուների խորհրդի նախագահ եք։ Դպրոցի չէ, հիմնադրամի, այո։ Բայց ինչպիսին է այդ հոգաբարձուների ֆունկցիան։ Ինչ դեր է նա տանում այդ դպրոցի կյանքում, հիմնադրամի կյանքում։ Հիմնադրամի կյանքում դպրոց ունի իր հոգաբարձուների խորհուրդ, հիմնադրամը իր, որտեղ դրանք առանձին կառույցներ են, այդ հիմնադրամը ստեղծել է այդ դպրոցը, որպես այսպեսի դուստր հիմնադրամ, բայց ըստ Հայաստանի հիմնադրամների մասին օրենքի կոստեղծած հիմնադրամը լրիվ անկախ է, ունի իր սեփական կառավարման մարմինը եւ ինչ որ կերպով կախված չի այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներից։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ընդհանրապես ցանկացած կառույցի հոգաբարձուների խորհուրդը պետք է 4 գործառույթներ ստանձնի, դա ռազմավարության ձևավորումն է, դա մարտահրավերներ ձևավորելն է, ընթացիկ եւ երկարաժամկետ մարտահրավերներ, դա մոնիտորինգն է գործունեության, որ դու մշտադիտարկումն է, որպեսզի կառույցը իրապես արդյունավետ լինի, լայն իմաստով, որտեղ տնօրենը ցանկացած կառույցի լավ կլինի, որ հաշվետու լինի ինչ որ մեկի արժեվ եւ այդ ինչ որ մեկի դերը կատարում է հիմնադրամի խորհուրդը եւ վերջին կարևոր գործառույթը աջակցությունն է։ Մենք միշտ պետք է լինենք եւ տնօրենի եւ ամբողջ թիմի մեջքին, եթե իրենք դժվարություններ ունեն եւ իրենց օգնենք եւ աջակցենք դրանց հաղթահարելու գործում, նաեւ հանրային աջակցությունը, եթե դրա կարիքը կա։ Ու լավն այն է, որ մենք շատ եզակի յուրահատուկ մոդել ենք ստեղծել մեր հիմնադրամների կառավարման, որը իր բնույթով շատ ժողովրդավարական է։ 2 տարի մեկ 2 կառույցներ է, դպրոցինն էլ եւ այդ դպրոցինը այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վերընտրվում է եւ դա արվում է այն լայն համայնքի կողմից, ով աջակցում է այդ կառույցների գործունեությանը ֆինանսապես։ Եվ դա ստեղծել է միջավայր, որտեղ այդ մարդիկ իրապես ոչ միայն ֆինանսապես աջակցում են, այլ նաեւ իրենց անմիջական վերահսկողության մեխանիզմը գիտեն, վստահում են այդ մեխանիզմի դրա միջոցով համոզված են լինում, որ իրենց նվիրաբերումները տեղ են հասնում եւ արդյունավետ են կիրառվում։ IB ստեղծումից առաջ կար արդեն յուրահատուկ հենց այս դպրոցի համար ստեղծված առանձին ծրագիր եւ եթե կար ինչպիսին էր։ Դե մի քիչ դժվար է ասել ինչից առաջ եղավ 2006 թվականին մենք ստեղծեցինք այդ հիմնադրամը եւ մեր նպատակը այն ժամանակ շատ պարզ էր մենք տեսնում ենք ինչ ճգնաժամային վիճակում է գտնվում կրթությունը Հայաստանում եւ գիտակցում ենք որ եթե այդ ճգնաժամը շարունակի եւ խորանա Հայաստանը չի ունենա ապագա որևէ ապագա չի ունենա եւ մեր նպատակն էր ոչ թե մեկ դպրոց ստեղծել որտեղ դա երբեք չի փրկի վիճակը այլ ստեղծելով առաջատար կրթական հաստատություն ցույց տալ օրինակ թե ինչպիսի դպրոց կարելի է ստեղծել Հայաստանում եւ ծառայեցնել այդ դպրոցը Հայաստանում ընդհանուր կրթության զարգացման նպատակին եւ դրա շնորհիվ 2013 թվականին եւ 14 թվականի սկզբից մենք ձեռնարկեցինք նոր ծրագրի ձևավորումը, որը կոչվում է Արարատյան բակալավրիատ, որը եղավ մինչ այդ 2009 թվականից
2008 թվականից այդ դպրոցում ստեղծած եւ կիրառված ծրագրի շարունակությունը արդեն միջազգային մակարդակի շնորհիվ մեր համագործակցության Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի համալսարական քոլեջի լավագույն մասնագետների հետ մենք ձևավորեցինք մի այսպիսի փունջ եւ ծրագրային եւ կարողությունների եւ ուսուցիչների վերապատրաստման, տնօրինների վերապատրաստման քննական կենտրոն ամեն գործում, որը պիտի հետո ծառայեր մեր հանրակրթության ընդհանուր զարգացմանը, մենք դա պետք է հանձնեինք պետական կառավարման եւ դա պետք է գնալով դառնար ոնց որ կրթության մասը, հանրակրթության մասը։ Բայց ցավոք 2018 թվականի իշխանությունները այլ պատկերացումներ ձևավորեցին, նոր եկած իշխանությունները եւ այդ ամենը փակեցին։ Ուղղակի մի որոշմամբ, որը կարծում եմ, որ շատ մեծ վնաս հասցրեց ցավոք մեր հանրակրթությանը եւ մինչ այսօր արդեն անցել է դրանից 7 տարի, մենք շատ առումներով դեռ դոփում ենք նույն տեղում, մենք արդեն վաղուց կունենայինք 100-ից ավել ավագ դպրոցներ, բոլոր ավագ դպրոցներ, որոնք աշխատեին ժամանակակից միջազգային ճանաչված ծրագրով, որտեղ կլինեին վերապատրաստված ուսուցիչներ, բոլորը տնօրեններ եւ այլն։ Մենք այդ ամենը արդեն կունենայինք այսօր, բայց ցավոք մենք նոր հիմա սկսում ենք այդ գործընթացը Հայաստանում, ներդնում ենք նոր չափորոշիչներ։ Այդ կանգնեցվեց այդ ձեր Մենք երբեք այդպես չտեղեկացանք նկատառումների մասին ոչինչ, բացատրությունը, որ այն ժամանակ հնչում էր, որը անհեթեթություն էր, դա այն էր, որ ծրագիրը էլիտարիստական է, նշանակում է միտված է միայն ամենախելացի երեխաներին կրթություն տալուն, ինչը բացարձական հեծություն է, որովհետև այդ ծրագրով, նման ծրագրով սովորում են բոլոր երեխաները զարգացած երկրներում, բոլորը անխտիր, այնպես չէ, որ զարգացած երկրները բոլոր երեխաները շատ լավ սովորում են։ Ու դա ուղղակի իմ պատկերացմամբ մի հատ ինչ-որ վիճակ էր, որտեղ այնպես ստացվեց, որ այդպես ստացվեց։ Ցավոք խառը ժամանակներում, որ խառը որոշումներ են լինում, եւ հետո խնդիրն այն է, որ ոչ ոք չի ուզում ստացնել դրանց համար պատասխանատվությունը։ Բոլորը ուզում են դա մի կերպ մոռանալ եւ այլևս չհիշել։ Եվ դա է ամենացավալին, որ այդ մոռացության ենթարկելու ցանկությունը շարունակական է։ Դարձյալ վերստին մենք առաջարկում ենք այդ նույն ծրագիրը կա, գործում է այդ դպրոցում, մենք առաջարկում ենք այն կիրառել ավելի լայն եւ նույն տեսակի այսպեսի անորոշ, անհասկանալի դիմադրություն ենք ստանում։ Իսկ անորոշությունը բերում է տագնապի։ Այո։ Այո, եւ ասեմ, որ դե ամեն դեպքում այդ ամենը կողմ դրած մենք երբեք չենք ուզեցել պետությանը եւ ասենք իշխանությունը ինչ-որ պարտադրել։ Դա անհնարին է։ Չես կարող նման բան անել։ Դա պետք է լիներ միայն համագործակցության տրամաբանության մեջ։ Այնպես որ մինչև 18 թվական մենք ունեինք այդ համագործակցության տրամաբանությունը ցավոք, նախարարությունում շատ մարդիկ դիմադրում էին, դիմակայում էին ամեն ինչ որ մենք անում ենք, որտեղ միշտ կա դիմադրություն, որը խանգարում է փոփոխությունների գործը։ Այդպիսի դիմադրության մասին։ Չէ, դիմադրում էին, լիքը մարդ կար, որոնք չէին ուզում, որ այդ ծրագիրը իրագործվի եւ խանգարում մեզ շատ բացահայտ կերպով։ Ներառյալ նախարարության ամենավերին շրջանակները։ Բայց դե process ամեն դեպքում գնում էր առաջ այն ժամանակ, հետո դադարեցվեց։ Հավանաբար ամեն դեպքում այդ դիմադրությունը հաղթեց արդյունքում։ Բայց մենք շարունակում ենք աշխատել նախարարության հետ, աշխատում ենք դպրոցների հետ, համագործակցում ենք մնացած կրթական կառույցների հետ, վերջերս ստեղծեցինք համատեղ կրթական դաշինք, որը կոչվում է 405 կրթական դաշինք, որի նպատակները հենց նրանում են, որ միավորենք կրթության ոլորտում գործող կառույցները եւ օրինակ ծառայենք, թե ինչպես է պետք միավորվել։ Մենք հիմա շատ սերտորեն եւ շատ ընկերային միջավայրում համագործակցում ենք մի քանի կառույցներով եւ կարծում ենք, որ դա կլինի շարունակական, համոզված ենք դրանում։ Մեր նպատակն է ամեն դեպքում Հայաստանը փոքր երկիր է եւ անհնարին է առանց կոնսոլիդացիայի, առանց ուժերի միավորման խնդիրներ լուծել։ Պարակտված տրամաբանության մեջ շատ քիչ բան է հնարավոր անել։ Ուղղակի դա անհնարին է։ Վաղ թե ուշ բոլոր պարակտողները նույն բանին են հանդիպում։ Ահավոր մարդկային ռեսուրսների պակասի եւ անկարողության ինչ-որ բան իրագործել։ Եվ որքան ավելի դու պարակտում ես հասարակությունը, այնքան ավելի շատ խոստում ես ստիպված տալ։ Երկուստ եք։
որպեսզի այդ պարակտված հասարակության քո կողմ կանգնած բևեռացած կողմին ոգևորես։ Բայց այդ խոստումները իրականացնել է պետք։ Եվ եթե դու չունես ռեսուրս եւ դու վանել ես այդ ռեսուրսը, նաև ցուցաբերելով ծայրահեղական մոտեցում, ցուցաբերելով դեստրուկտիվ վերաբերմունք, ցուցաբերելով չհամախմբվելու, համատեղ չգործելու մեծ կարողություն։ Դու հետո առաջում ես շատ པարզ փաստի հետ, որ դու ոչինչ չես կարող անել։ Ուղղակի ոչինչ քեզ մոտ արել, չի ստացվում, ամեն ինչը տապալվում է եւ այլն եւ այլն։ Ու դա մեծ ֆիասկոյի է բերում վաղ թե ուշ։ Բայց ցավոք փորձը ցույց է տալիս, որ օրինակ սովետական միությունը այդ ֆիասկոյի մեջ գտնվեց 70 տարի։ 70 տարի մի երկիր շնորհիվ իր ահռելի ռեսուրսների, նաև նավթային եւ մնացած այլ, կարողացավ փաստորեն չկայացած վիճակում գոյատևել։ Բայց հետո միևնույն է տապալվեց։ Իսկ կրթական համակարգի մասին ինչ կասեք սովետական։ Շատ բաներ կարելի է ասել, մի ինչ որ պահի այսպես պատերազմից հետո երկիրը ձեռք բերեց մեծ ոգևորություն։ Ազատության շունչը եկավ առավել 53 թվականի Ստալինի մայից հետո։ Եվ կարծես բոլորը շատ թև էին առել։ Առաջին մեծ հաջողությունները եղան համեմատության մեջ աշխարհի ամենազարգացած երկրների, որոնք պատերազմ չէին տեսել եւ այդ ավերվածությունները չէին տեսել, ինչպեսին է ԱՄՆ-ն օրինակ։ Մենք հստակ այդ պահին գտնվում էինք մեր հաջողությունների գագաթնակետում, բայց հետո ցավոք ինչպես միշտ, ինչպես հիմա մենք տեսնում ենք, դա հենց մեր աչքերի առջև Եվրոպայում է լինում, բյուրոկրատիան հաղթեց։ Միշտ երբ որ մարդիկ տարվում են նյութապաշտությամբ եւ մարքսիստական գաղափարախոսությամբ, երբ նյութականը կարևորվում է ավելին քան մնացածը, վաղ թե ուշ դա բերում է նրան, որ նրանք ով ստանձնում են նյութականի բաշխումը, դառնում են իշխանություն։ Իսկ դա կոչվում է բյուրոկրատիա։ Բյուրոկրատիայի մարդիկ են, որոնք բաշխում են ում ինչի հասնելու։ Եվ նրանք սկսում են խեղդել շուկան եւ պարտադրել իրենց սեփական կանոնները։ Եվ վաղ թե ուշ դա բերում է կործանման։ Հիմա խորհրդային միությունը դրանով անցավ, մենք դրա հետևանքները տեսանք։ Հիմա այդ ճանապարհով ընթանում է Եվրոպան, իրենց հետևից երևի ԱՄՆ-ն կընթանա։ Մենք էլ կարծում եմ ակտիվ այդ ճանապարհը լավ բռնել ենք այդ ճանապարհը եւ դա այդ տոտալիտար վերահսկողության ճանապարհն է, որը նաեւ գալիս է նրանից, եւ ինչի հետևանքով կա բացարձակ անվստահություն հասարակության մեջ փոխադարձ եւ ինստիտուցիոնալ եւ միջմարտկային։ Հայաստանում ինստիտուցիոնալ վստահությունը շատ ցածր մակարդակի վրա է եւ այն անգամ այն կառույցները, որոնք ունեն ինստիտուցիոնալ որոշակի վստահություն, դրանքներն հիմա անընդհատ ենթարկվում ագրեսիվ հարձակումների, որպեսզի այդ վստահությունը ոչնչացվի եւ արդյունքում մենք ունենալու ենք բացարձակ իրար չվստահող մարդիկ, իսկ այդ դեպքում ինչ է լինում, դարձյալ հաղթում է բյուրոկրատիան։ Մարդիկ, ովքեր իշխանության ուժով ստանձնում են ունեցվածքի վերաբաշխում։ Նույն տաշտակին վերադառնալով վերադառնում է ԽՍՀՄ, բոլշևիզմի գաղափարախոսությունը։ Բայց ցավն այն է, որ հիմա աշխարհում մեկ է այդ բոլշևիզմը տարածում, որտեղ տայում ես, հենց ես կասեի ֆաշիզմի ենք գնում աշխարհը։ Դե ֆաշիզմը դա հա ծայրահեղ դրսևորումն է դրա, բայց իրականում իմ կարծիքով խորը պատճառը հենց միջմարտկային հարաբերությունների խզումն է, որը բերել է փոխադարձ անվստահության, որը բերել է մարդկանց նկատմամբ միջև ագրեսիվ վերաբերմունքի, որը բերել է նրա, որ մարդիկ, որ կորել է ընդհանուր ճշմարտություն փնտրելու ցանկությունը, ճշմարտությունը փշրվել է, վերածվել է փոքր ճշմարտությունների, եւ դա միանգամից հենց այդ նման միջավայր է առաջանում, դա եւ ընկերությունների մակարդակում եւ պետությունների մակարդակում բերում են նույն բանի, ուժեղանում են ուժայինները, որոնք ստանձնում են ունեցվածքի վերաբաշխումը։ Շուկաները թուլանում են, կապիտալիզմը իրականում թուլանում է եւ հաղթում է բյուրոկրատիզմը։ Եվ դրա հետևանքները միշտ տաղտկալի են։ Այո։ Ստեղծվում են ռեպրեսիվ տոտալիտար համակարգեր, որոնք սկսում են բարի ժպիտով մարդկանց բարիքներ բաշխելուց աղքատներին ու վերածվում են շատ արագ
ագրեսիվ եւ բոլորին ոչնչացնող ուժի, որը միայն մի նպատակ ունի ինքնավերարտադրվել։ Սարսափելի բաներ ենք հնչեցնում, բայց փաստ է։ Հետո տեսնում եք, իհարկե արժեվ դա կատարում է, ախր մի անգամ դրանով անցել ենք, դասը գիտենք հետևանքները։ Թվում է թե չենք ուզում, բայց ամեն ինչ այսպես է արվում, որ երևի շատ Այո, բայց երբ որ մարդիկ ուզում են այլ բան, մարդիկ ուզում են ազատություն, բայց ազատությունը հնարավոր է միայն այն պարագայում, երբ որ կա փոխադարձ վստահություն, որտեղ միայն այդ դեպքում մարդիկ ամբողջ լիբերալիզմի գաղափարախոսությունը հիմնված է մարդկանց իրար հետ պայմանավորվելու կարողության մեջ, կարողությունով։ Այո, ասացիք ազատություն, դուք շատ հաճախ բարձրաձայնում եք այն միտքը, որ երեխան դպրոցում պետք է երջանիկ լինի։ Եթե դատեմ իմ երեխայով, որը ձեր դպրոցի շրջանավարտն է, դա հաջողվել է այբին։ Ինչպես եք հասնում դուք այդ հրաշալի նպատակին։ Գիտեք, որպեսզի երեխան երջանիկ լինի, հենց երեխան, սկսենք դրանից։ Երեխան պետք է սովորի ապրել եւ գործել ըստ իր համար կարևոր բաների։ Երբ որ երեխան անում է այն ինչ իր համար կարևոր է եւ չի զգում պարտադրվածության զգացողություն չունի, չի զգում իրեն պարտադրված անել, այլ անում է որտեղ իր համար կարևոր է, երեխան հիրավի երջանիկ է։ Եվ դա հենց առաջին զգացողությունն է, որը այդ քաղցր ազատության զգացողությունն է։ Երբ որ արդեն ծնողները դպրոցը տեսնում են, որ երեխան անում է մի բան ոգևորությամբ, իրեն սկսում են վստահել։ Իրեն տալիս են ազատություն գործելու։ Եվ այդտեղից գալիս է առաջին վաստակած ազատությունը եւ վստահությունը։ Եվ այդ վստահությունը շատ թև է տալիս երեխաներին, որովհետեւ բոլոր երեխաները ուզում են մեծանան եւ դառնան ազատ մարդիկ։ Այո։ Եվ իրենք այդ տարիքում ձեռք են բերում ազատ լինելու երանության զգացողությունը, որից հետո արդեն չեն ուզենա հրաժարվել։ Կպայքարեն իրենց ազատության համար։ Եվ իրենք գիտեն որն է ազատության դիմաց վճարվող գինը, դա պատասխանատվությունն է։ Եթե դու պատասխանատու ես, քեզ տալիս են ազատություն։ Որքան ավելի շատ պատասխանատվություն, այնքան շատ ավելի ազատություն ես ստանում գործելու։ Մարդիկ փնտրում են նրանց, ովքեր կստանձնեն պատասխանատվություն։ Այսինքն այբը մոտիվացնելու մեծ հնարավորություն, մեծ տաղանդ ունի։ Դա միջավայրն է այդպես։ Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ մենք ամեն գնով, ամեն կերպ երեխաների մոտ, քանի դեռ անգամ իրենք երեխա են եւ բնականաբար սխալվում են, թերանում են, չունեն բավարար կամային հատկանիշներ եւ այլն, չեն գիտակցում պատասխանատվության կարեւորությունը, անպատասխանատու են շատ հաճախ։ Միևնույնն է, մենք իրենց մոտ գնալով ձևավորում ենք այդ զգացողությունը, որ ընդ որում դա անում ենք ոչ թե պարտադրելով, այլ վկայակոչելով իրենց սեփական զգացմունքները, որ իրենք տեսեք, որ այսպիսի բան արեցիր, տեսեք, ինչքան լավ ստացվեց, ուրախացար, մնացածին ուրախացրեցիր, շարունակի այդպես անել, փորձի նույն բանը կրկնել։ Եվ մենք ուսումնասիրում են իրական գործելու միջավայրերը, նախագծեր են իրագործում, իրական նախագծեր, հասկանում ինչպես է նախաձեռնելու կարողություն են ձեռք բերում, բայց նաև դրա հետ մեկտեղ մենք իրենց հետ խոսում ենք շատ կարևոր թեմաների շուրջ։ Մենք իրենց վերաբերվում ենք որպես մեծահասակների։ Մենք հաշվի ենք նստում իրենց անձի հետ, իրենց համար կարևոր հանգամանքների հետ։ Մենք իրենց չենք ճնշում։ Մենք իրենց օգնում ենք։ Եվ արդյունքում իրենք ձեռք են բերում իրենց արժեքներին համապատասխան կյանքով ապրելու փորձ, որը կոչվում է երջանկություն։ Երջանկությունը հենց քո սեփական արժեքների համապատասխան ապրելու փորձն է։ Միանշանակ։ Եւ ես հիմա այստեղ վկայակոչեմ Ռուբեն Վարդանյանի խոսքը, որ ինքը բանտից ասել է ադրբեջանական, որ ասել որ շատ երջանիկ եմ, որտեղ ես անում եմ այն, ինչը ինձ համար շատ կարևոր է։ Այո, ես տառապում եմ դրա դիմաց, ինձ այստեղ հեշտ չի ապրել, բայց իր մոտ կա այս զգացողությունը, որ ինքը արել է այն, ինչ որ ինքը համարել է կարևոր անել։ Եվ դա մի բան է, որ մարդիկ պետք է հասկանան, որ երջանկությունը անգործության մեջ չի։ Որ երջանկությունը չվաստակած գումար ստանալու մեջ չի։ Երջանկությունը ինքնակայանալու մեջ է, սեփական արժեքներով
Եթե դու արտանում ես առավոտյան եւ կա լիքը բան, ինչի համար դու պատրաստ ես ոչ միայն ապրել, այլ նաեւ զոհվել, այդ երջանկություն է։ Ու մարդիկ ով այդ երջանկությունը ճաշակել են, այլևս պատրաստ չեն դրանից հրաժարվել։ Եվ իրենք գիտեն, որ մնացած բոլոր երջանկությունները դրանք ցնորք են։ Ինքնախաբեություն են, դա է իրական երջանկությունը։ Ու մեր շրջանավարտները, ես չգիտեմ իրական բացառություններ, բացի ինչ որ երեխաները, որոնք հետո ինչ որ միգուցե հոգեկան խնդիրներ ունեցել կամ ծանր հոգեբանական ինչ որ վիճակների մեջ են հայտնվել, բայց իրենց ճնշող մեծամասնությունը կյանքում շատ կայացած մարդիկ են։ Ու իրենց որ տեսնում ես իրենցից, որ իրենք կայացել են։ Ու կարծում եմ, որ դրա գլխավոր հանգամանքը հենց դա է, որ մենք իրենց հնարավորություն ենք տվել լինել երջանիկ դպրոցում եւ բացահայտվել, գիտակցել ճիշտ արժեքներ ունենալու կարևորությունը, սեփական արժանապատվակ ձևավորելու կարողությունը, ամենաբարդ կյանքի խնդիրներին պատասխան գտնելու կարողությունը։ Եվ հետո իրենք որ գնում են աշխարհ, իրենք արդեն շատ գիտակից են։ Շատ բաների մասին հասցրել են մտածել։ Դարձյալ, որտեղ մենք իրենց հետ խոսում ենք շատ լուրջ։ Մենք իրենց հետ հյուսու չենք անում։ Մենք իրենց դիտում ենք եւ իրենց հետ խոսում ենք որպես հասուն մարդկանց հետ։ Եվ իրենք մեզ հետ քննարկումների մեջ շատ կարևոր հարցեր են բարձրացնում։ Ասենք երեխաները մեկ-մեկ ինձ հարցեր են տալիս, որ ես նայում ասում, իսկ դու ինչ ես կարծում, չգիտեմ պատասխանը, դու քո կարծիքը ո՞րն է, որովհետեւ ինձ համար իր հարցը ինքս ինքան արդեն այնքան նշանակալից է, որ ես արդեն պատասխանելու կարիք չեմ զգում։ Ինքը հարցի արկայությունը արդեն շատ կարևոր է։ Իմ պատասխանը կլինի շատ մասնավոր, համեմատած իր հարցի։ Այդպիսի հարցադրումներ, երբ որ երեխաները կարողանում այդ տարիքում անել, դու հասկանում ես, որ իրենք հասունացել են։ Այո։ Չմոռանանք Այգեստանից խոսել։ Խոսենք Այգեստանից։ Պարզվում է, մենք ձեզ հետ հարևաններ ենք։ Ահա։ Եվ վստահ եմ, որ եւ ես եւ դուք վայելել եք բակ հասկացողությունը, բակ երևույթը, հա։ Ինչը այսօր հազվադեպ երևույթ է դարձել։ Ձեր կարծիքով այսօրվա դպրոցը այդ բացը փակում է, այն ինչ որ բակում երեխաները ստանում էին, հասցնում են դպրոցում ստանալ։ Նայած որ դպրոց է, դուք վերցնեք մեր փոքր համայնքները, Այո։ Փոքր քաղաքները, գյուղերը, այնտեղ ամեն ինչ շատ լավ է։ Այնտեղ դպրոցական կյանքը շատ նման է այն կյանքի, որով մենք ապրել ենք մանկության տարիներին։ Չնայած այնտեղ էլ արդեն մտնում են հեռախոսները եւ համակարգչային խաղերը եւ երեխաները էլի ավելի կտրվում են այդ բակային պարզ եւ հետաքրքիր եւ ոգևորիչ խաղերից։ Բայց այնտեղ դեռ շատ բան կա։ Քաղաքում ցավոք վիճակը շատ ծանր է, որովհետեւ շատ դպրոցներում չկա ռեսուրս մարդկային, ուսուցչական ռեսուրս, որը կզբաղվի երեխաներով։ Իրենք չեն զբաղվում երեխաներով, իրենք դաս են տալիս։ Իրենք դասատու են։ Դասից դուրս իրենք չեն զգում պարտավորություն որևէ այդ երեխաների կյանքի մեջ մտնել, իրենց աշխարհի մեջ մտնել, իրենց հետ լինել եւ այլն։ Իսկ ի տարբերություն բակի, որը նախկինում կար այն մեր բակը, որտեղ բոլոր մեծերը խմբային ընդհանուր պատասխանատվություն էին կրում բոլոր երեխաների համար, բոլոր գիտեին, որ մեկը պետք է աչքը պահի այդ երեխի վրա։ Ինչ ասես կարող ապատի, հանկարծ պետք է հավաքվում էին, մատ կուտակվում էին, ինչ-որ բաներ էր կատարվում, ուրեմն մեկը գալիս էր մեծերից նայել, այդ ինչ են դա կատարում, չէ՞, վերահսկողությունը միշտ կար։ Դե դպրոցում դա այդ վերահսկողությունը պետք է լինի, բայց դա պետք է անի դպրոցի ղեկավարները, պետք է անեն, դա պետք է որոշվի, թե ով է դրանով զբաղվում։ Իսկ դրա հավեսը չունեն շատ հաճախ։ Եվ այդ պատճառով դպրոցը բավականին ամայի տեղ է դարձել։ Դպրոցների բակերը հիմնականում դատարկ են, այնտեղ մարդ չի լինում։ Երեխաները այնտեղ կարող է մի քիչ վազվզեն, երբ որ ծնողներին են սպասում։ Այս ծնողները գալիս են, ամեն մեկը նստում է մի մեքենա եւ գնում է եւ այնտեղ չի կայանում այդ միջավայրը, որը անհրաժեշտ է։ Կարծում եմ մենք պետք է այդ առումով ամբողջապես վերանայենք դպրոցի դերակատարումը։ Մենք պետք է դպրոցները դարձնենք համայնքային կենտրոններ։ Ինչպես Այբն է օրինակ, Այբը համայնք է։ Եվ մենք դա ասում ենք անդադ, եւ համայնքը նշանակում է բոլորիս համար պատասխանատու ենք։ Չկա երեխա, ով մենակ է դպրոցում, ում մասին միայն միակ հոգատարություն ցուցաբերողները ծնողներն են։ Բոլորը բոլորի մասին հոգում են։ Եվ եթե նման միջավայր լինի մեր դպրոցներում,
Իսկ նման միջավայրը եզակի բան չէ, շատ երկրներ կան, շատ ասած շատ չեն, ցավոք, բայց ճիշտ կրթական համակարգեր ունեցող երկրներում հենց այդպես է։ Դպրոցը անվտանգ միջավայր է ոչ թե որովհետև անհրաժեշտ բարդության պատեր են սարքած եւ ամենուրեք պարիսպներ են դրած եւ փակած որ հանգարց երեխաներին բան չպատահի, այլ ուղղակի բոլորը բոլորի մասին հոգում են։ Օրինակ Ֆինլանդիայում ոչ ոք դպրոցների արչև ինչ որ փակվող 10 անգամ փակվող դռներ չի դնում, ոչ ոք ինչ սահմանափակումներ չեն։ Այնտեղ կան տեղեր, որտեղ երեխաներ կարող են 2 մետրից ընկնել ներքև, բայց ոչ ոք չի մտածում նման բան կարող է պատահել, որովհետև բոլորը գիտեն, որ ոչ մի երեխայի հետ նման բան չի պատահի, ամեն երեխային հազար աչք կա նայող։ Հենց ավելի մեծ ասակները, բոլորը բոլորի մասին մտածում են։ Եվ բնականաբար ոչ մի բան չի պատահում նման միջավայրերում։ Մենք պետք է գանք նրան, որ ոչ թե առանձնացնենք ամեն երեխայի եւ այս գնանք այսպիսի կրթության անհատականացման ճանապարհը, որ շատ վտանգավոր մտածողություն է, որ ավելի շատ գալիս է ծնողների ինչ որ տարօրինակ ողջավորություններից, անհասկանալի, ավելի շատ պահի նորաձևական ինչ որ մտածողությունից, այլ գանք նրանից, որ մենք պետք է մեր ազգին վերադարձնենք համայնքային մտածողություն։ Մենք պետք է սովորեցնենք երեխաներին հաջորդ սերնդի գոնե համախմբել։ 10 տարի անց այդպիսին եք տեսնում, երազում տեսնել մեր կրթական համակարգը։ Միայն եւ ասեմ, որ ցավոք ես հիմա շատ հաճախ չեմ տեսնում այսօրվա ղեկավարների մոտ այն գիտակցությունը, որ դա շատ կարեւոր է։ Խոսքերով իրենք հաճախ դա կրկնում են, իրենք էլ են գիտակցում, բայց գործողությունների մեջ ես տեսնում եմ ավելի շատ պարտադրողական մոտեցում։ Պարտադրենք դպրոցին այս, պարտադրենք այն, որովհետև դե ես կարող եմ իրենց հասկանալ։ Իրենք տեսնում են ահավոր թերացումներ շատ մեծ եւ ասում են ինչի մասին եք դուք խոսում, ախր այսպիսի վիճակներ են դպրոցներում, ես հասկանում եմ, բայց լուծումը այդ վիճակները ամեն մեկ առանձին ինչ որ մեխանիզմներով շտկելը չէ։ Լուծումը դեռ այլ է։ Լուծումը դպրոցներ մարդկայնություն հետ բերելն է, որպեսզի դպրոցներում առաջնահերթին ամենակարևոր լինի մարդկային վերաբերմունք, սեր, հավատ, ընկերակցություն, մտերմություն, այդ համայնքային զգացողություն, միավորվածության զգացողություն։ Այդտեղից արդեն ամեն ինչ կբխի, շատ ավելի առողջ իրավիճակ կլինի, շատ ավելի քիչ շտկելու խնդիրներ կլինեն եւ այլն։ Բայց դրան պետք է հավատալ։ Եվ երևի թե ժամանակ է պետք, որպեսզի մեր կրթության կառավարիչները հավատան, որ դա է ճանապարհը, այլ ոչ թե ինչ որ մեխանիզմներ, ինչ որ լծակներ, ինչ որ պարտադրանքներ, հրահանգներ, շրջաբերականներ անընդհատ վերևից իջնող։ Այդ ճանապարհը կարող է բերել ինչ որ հարցերի լուծման, բայց ամենամեծ խնդիրները չի լուծի։ Շնորհակալություն մեր լեցուն եւ շատ զգացմունքային զրույցի համար, Արամ ջան։ Ձեզ եմ շնորհակալ։